Զգուշացեք ագահությունից, որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքի մեջ չէ։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս մեզ ամենքից հետաքրքիր մի պատմություն եւ պատգամ է փոխանցում Ղուկասի ավետարանի միջոցով։ Նա մեզ պատմում է մի մեծահարուստի մասին, ով բազմաթիվ ունեցվածքներ ուներ։ Նա շտեմարաններ ուներ եւ այնտեղ ամբարում էր իր արդյունքները։ Բայց գալիս է մի պահ, երբ իր շտեմարանները ամբողջությամբ լուծվում են, եւ այս մարդը մտածում է, ասում է՝ ինչ անեմ, երևի թե քանդեմ շտեմարաններս եւ ավելի մեծերը կառուցեմ, որպեսզի այնտեղ իմ ամբողջ ունեցվածքը կարողանամ ամփոփել եւ կապրեմ, կուրախանամ, ինքս ինձ կասեմ, բազում տարիների համար ամբարած հարստություն ունես, կեր, խմի, ուրախացի եւ վայելի կյանքդ։ Եվ առաքից հետո հետեւյալ տողն է գրված, ասում է՝ անմիտ, այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու եմ, այսինքն այսօր գիշեր իսկ դու մահանալու ես։ Երբ Հիսուս Քրիստոս սա պատմում է իր աշակերտներին, զգուշացնում է նրանց, որպեսզի նրանք ագահության մեջ երբեք չընկնեն, միշտ առաջադիմել, միշտ ձգտել ավելին, խրախուսելի է Աստծո կողմից։ Մենք մշտապես պիտի լինենք կատարելագործման մեջ, բայց ոչ թե միայն մեր անձերը գոհացնելու եւ հագեցնելու համար, այլ որովհետեւ յուրաքանչյուր շնորհով, որ Աստված մեզ տալիս է, նա մեզ տալիս է նաեւ պատասխանատվություն։ Երբ մենք ստանում ենք շնորհներ Աստծո կողմից, մենք իրավունք չունենք դրանք ագահաբար միայն մեզ ծառայեցնելու։ Յուրաքանչյուր շնորհ Աստծո կողմից մեզ տրված է ուրիշներին այդ շնորհները նաեւ բաշխելու եւ բաժանելու համար։ Հետեւաբար յուրաքանչյուրս մեր բոլոր կարողություններով, մտավոր, հոգեվոր, ֆիզիկական պիտի ապրենք մարդկանց հետ միասին եւ մարդկանց նաեւ մեր այդ շնորհները բաշխելով։ Տեսեք, երբ այս մարդու պատմությունը Հիսուս Քրիստոս ներկայացնում է, դրանից հետո մի այլ պատկերել է ներկայացնում։ Ասում է՝ նայեք ագրավներին։ Ագրավները չեն աշխատում, բայց նրանց կերակուրը Աստված ամեն օր իրենց տալիս է։ Նայեք վայրի Շուշանին, որ խոտ է եւ այսօր պիտի կտրվի եւ ընկնի հնոցը։ Սողոմոն թագավորը իր ամբողջ հարստությամբ հանդերձ երբևիցե այդ վայրի Շուշաններից եւ որևէ մեկի պես գեղեցիկ չհագնվեց։ Հետևաբար հոգ մի արեք, թե ինչ պիտի ուտեք, ձեր կյանքը ավելին է, քան կերակուրը։ Հոգ մի արեք, թե ինչ պիտի հագնեք, ձեր մարմինները դուք ավելին եք, քան այդ հագուստը։ Այլ միայն հոգացեք Աստծո արքայությանը հասնելու մասին։ Եվ այն ամենը, ինչի կարիքը որ դուք ունեք, Աստված ձեզ կտա։ Այս տողերով Հիսուս Քրիստոս բնականաբար երբեք մեզ չի դրդում ծլության։ Մենք չենք կարող նստել եւ ասել, թե Աստված մեզ ամեն ինչ կտա։ Մենք պիտի մեր քայլերը անենք, մենք պիտի ձգտենք, մենք պիտի աշխատենք։ Ի վերջո, երբ Աստված առաջին մարդկանց Ադամին ու Եվային ստեղծեց, նրանց պատվիրեց մշակել հողը։ Նրանք պիտի աշխատեին, որպեսզի իրենց վաստակը ստանային, բայց եւ միևնույն ժամանակ նրանք չպիտի աշխատեին միայն իրենց որովայնները լցնելու ուղղությամբ։ Երբ նրանք այդպես փորձեցին վարվել, մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ արդյունքի հասան։ Նրանք պիտի աշխատեին նախ եւ առաջ կատարելագործվելու եւ այդպես կատարելությանը Աստծուն հասնելու համար։ Եվ տեսեք, ինչպես ասացի, վայրի Շուշանները ավելի գեղեցիկ էին, քան Սողոմոնը, որովհետեւ Աստված էր նրանց հոգում, նրանց կարիքները, նրանց աճեցնում, նրանց աճեցնողը Աստված էր։ Մեզ էլ աճեցնողը, մեզ էլ զարգացնողը, մեզ էլ օգնողը Աստված է։ Արդյոք մենք կուրանանք այդ ճանապարհին Աստծուն, թե ոչ։ Եթե ուրանանք, կզրկվենք կյանքից։ Եթե չուրանանք, ապա Աստված մեզանից ավելի լավ գիտի, թե մենք ինչի կարիք ունենք։ Հիսուս Քրիստոս ասում է՝ Աստծո արքայությունը տենչացեք, ձգտեք դեպի Աստծո արքայություն, եւ մնացյալ ամեն ինչ ձեզ կտրվի։ Աշխատանքն էլ Աստծո արքայությանը հասնելու մի մասն է։ Կատարելագործումը մեր ֆիզիկական, հոգեվոր եւ մտավոր Աստծո արքայությանը հասնելու մի մասն է։ Հետևաբար մենք բոլորս պիտի կատարելագործվենք, պիտի ձգտենք ավելին ունենալու, բայց ոչ թե այդ ավելին մեզ անձամբ միայն ծառայեցնելու, այլ այդ ավելիով Աստծո արքայությունը այս աշխարհում հաստատելու։ Իսկ Աստծո արքայությունը, սիրելիներ, սիրո արքայություն է։ Աստծո արքայությունը արդարության արքայություն է, հոգատարության, փոխադարձ հարգանքի եւ խնամքի արքայություն է։ Հետևաբար աշխատենք այնպես, ինչպես Ադամն ու Եվան պիտի աշխատեին երկնքի արքայության մեջ։ Աշխատենք այնպես, որպեսզի մեր բոլոր գործերում երևա մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի լույսը, նրա պատգամները, թող որպեսզի ցոլարցակեն մեր բոլոր գործերում։